Կինոն նոր է սկսվում։ Պետ ինչ տիպի քթիմաս պետք է լինի հանձնաժողովը։ ԲՀԿ-ի անցնել չանցնելուն բառացիորեն մազամնում։ Էդմոնես, շատ դժգոհ ընտրություններից։ Ինչ արել եք սխալ եք արել։ Դատելով դեմքերից եւ այսպես քփն պատված էր եւ ինչ արել։ Անսան հատուկ գործողությունների Բարև ձեզ post ընտրական Հայաստանի բնակչություն եթերում ARM Comedy-ն է, եկել ենք արագ մինչև ժամը 7-ը եթեր մնանք ու 7-ին արագ հետ գնանք, քանի վիճակը չի Մի վարկյան, որպեսի վիճակի բոլոր տատանների ձեռք մնաք միացեք մեր Patreon-ին, որտեղ մենք պուլսը պահում ենք ձեռքի վրա կամ հակառակը, նաև բաժանորդագրվեք։ Այո, իսկ եթե ընդհանրապես դեմ եք տատանումների, մասնավորապես եթե շենք շինություն է կառուցում, ուրեմն օգտագործեք GTB ստիլի արմատուրաները։ Արմատուրան ձուլվում է Արարատում, բայց գրում է գերմանական տեխնոլոգիաների գենը։ Եվ այսպես ընտրությունները տեղի ունեցան։ Վերջապես կարող ենք մի փոքր շունչ քաշել, կինոն պրծավ։ Խաղը նոր է սկսվում։ Կինոն նոր է սկսվում։ Իսկ կինոն արդեն ավարտին մոտեցավ։ Մանավանդ որ ձանձրալի ու շատ կանխատեսելի կինո էր։ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Կարելի է անվերջ վիճել օքեյա թե օքեյ չի ձայների դեռ 10%-ը հաշված վիճակում սա ասել, բայց դա вообще կարևոր հարց չի։ Կարևոր նյուանսը, որ Նիկոլը գնում է 3-րդ սրոկ, բան, որին կտրականապես դեմ էր, երբեք չգուշակի ով։ Սերժ Սարգսյանը փորձում է փոխել մեր երկրի էությունը։ Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը վերածել արևմտյան Ադրբեջանի։ Սրանում է ամբողջ էությունը, որովհետև այդ Ադրբեջանում է, որի համայնի եւ այլևս ոչ մի սահմանափակում չունի իշխանության լինելու։ Նախ դա ռետրոյի վինտաժային Նիկոլն էր։ Երկրորդը նա ասում էր, որ Սերժը չպետք է 3-րդ սրոկ մասնակցի, Սերժը։ Լավ։ Ինչևէ, այս ամեն ինչը հիմա արդեն вообще կարևոր չի, եկեք անցնենք քվեարկության օրվա ընթացքի վրայով, տեսնենք ինչեր տեղ ունեցան, նախ առանցքային դեմքերը կուսակցությունների մասնակցեցին։ Պարոն չգցեք մեր, պարոն Վարչապետ։ Կնեք, պարոն Վարչապետ։ Այս կողմ էլի խնդրում եք Այդ значокը, էդի օքեյ, որովհետեւ հասկանում եմ, հա, խորամանկ ձևով Հայաստանի քարտեզն եք վերցրել, բայց իր գույներով ամեն ինչով սա 2 ամիս է ձեր խորհրդանիշն էր, որը աճ ու ձախ բաժանում էիք, ու եթե ելնեիք այն Ժող Բաստիան երկիրը, որ ասում եք կանգ, դա հանձնաժողովի նախագահը մի բան կասեր վարչապետին։ Դե լավ, այդ ինչ տիպի քթիմաս պետք է լինի հանձնաժողովը։ Այնքան քթիմազ, ինչքան կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չակնել։ Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Ընտրողներին եւս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ։ Այսինքն ԿՀ-ն ասում է, հանգարց Մեսսի կամ Ռոնալդոյի շապիկներով չգնաք, որտեվ մեկի վրա 10 է գրած, մյուսի վրա 7, օրինակ Ջորդանը օքեյ է, որտեվ ընդ 23 է, բայց նույն ԿՀ-ն միաժամանակ ոչ մի խնդիր չի տեսնում, որ այդ քարտեզիկը, որը 2 ամիս է բաժանում են, մտնում է տեղամաս։ Ես հատուկ իմ 6-7 շապիկը չեմ հագել ընտրությունների, ինչից է 6 կամ 7 կամ 6 գումարած 7։ Շատ ավելի մտահոգիչ բաներ եղան տեղամասերում։ Խորհրդարանական ընտրություններն առանց բռնությունների չեն անցել։ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական ղեկավարն է բռունցքների դիմել, երբ ընդդիմադիր ուժի վստահված անձ է Լևոն Հոխիկյանը։ Հորդորել է նրան կարգը չխախտել, պնդում է Լևոն Հոխիկյանը։ Ենթադրում են, որ ամեն ինչ իրենց թույլատրելի է, ամեն ինչ կարելի է եւ շարժում են այնպես, ինչպես ուզում են։ Լևոն Հոխիկյանն ուժեղ Հայաստան դաշինքի վստահված անձն է։ Գյուղի վարչական ղեկավարը Սիրակ Սիրականյանը քաղաքացիական պայմանագրի։ Երբ նա ընտրական տեղամաս է մտել, ԿՊԱ-կան վստահված անձանց թիվը դարձել է 3, ինչը խախտում է։ Լևոն Հոխիկյանը հորդորել է, որ 3-ից մեկը դուրս գա տեղամասից։ Սիրակ, դե խոսա, Սիրակ, ադաշ տա։
Fuck you, Vache, for this. Նախի սիրակներեք։ Ոսկե դպրոց։ All right։ Вообще հա, մենք սիրակներս պետքա ավելի սիրալիր լինենք զմիմյանս հետ։ Մասնավորապես չհանենք դուրս ռազմորկի ու տփենք իրար։ Ըստ Հոխիկյանի Սիրակ Սիրականյանը տեղամասի հարակից տարածքում իր հետ հաշվիարդար է տեսել, հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել, հետո նրան են միացել մի քանի հոգի։ Սկսեցին եւ ծեծկրտուկ հարվածներ տվյալ ժամանակահատվածում սկզբում մենակ, հետո իրեն միացել են եւս մի քանի անձինք։ Տարածքում տեսախցիկ է եղել ու բռնությունն արձանագրվել է, պնդում են ուժեղ Հայաստանից։ Այս տեսանյութում ըստ նրանց Սիրակ Սիրականյանն ու մտերիմները հարվածում են Լևոն Հոխիկյանին։ Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մարմնական վնասվածքներ է ստացել։ Քննչականից Ազատությանը հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնել։ Սպասենք տեսնենք ոնց է Ժողբաստյոնը պատժում համայնքապետին, բայց ես ձեր տեղը պոպկորն չէի առնի։ Մեկ այլ տեղամասում ուժեղ Հայաստանի վստահված անձի վրա հարձակվել էր ԿՊ-ի վստահված անձը։ Թվում է, չէ, ուժեղը պետք է ոնց որ զերծ պահի այդ հարձակումներից, բայց լրիվ հակառակը ոնց որ մի տեսակ դաժե չելենջ նետի։ Այս մի դեպքն էլ Ավշարի թիվ 13-29 տեղամասում է եղել։ Տեսանյութը ուժեղ Հայաստանն է հրապարակել, պնդում են, որ իրենց վստահված անձի վրա հարձակվողը ԿՊ-ի վստահված անձն է։ Երեկվանից ընդդիմադիր ուժից տեղեկություն չեն հրապարակում, թե ինչի պատճառով է վիճաբանությունը սկսվել։ Ուժեղ Հայաստանի падգամավորական տեխնացուներից Գոհար Մելոյանն Ազատությանը փոխանցեց, թե բազմաթիվ խախտումներ են արձանագրել, դեռ ամբողջացնում են, որից հետո կհրապարակեն։ Եթե այստեղ ուղիղ կռիվ էր, մեկ այլ տեղամասում հանձնաժողովի անդամը փորձում էր նենց անել, որ մարդկանց ընտանիքում կռիվ չընկնի։ Տեղամասում ընտրող են, տեղամասից դուրս մարդու կնիկ։ Շարունակելով առանցքային դեմքերի քվեարկությունը Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւս գնացին ընտրություններին։ Քոչարյանը բացահայտեց, որ իրանց տանը вообще Լևի մարդ է գրանցված։ Անգամ Հայաստան դաշինքի առաջնորդ վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում է անծանոթ քաղաքացի հաշվառված։ Քնարիկ Պետրոսյանին չեն ճանաչում Իսակով փողոցի 23 կոտորակ 7 տանը։ Սա իշխանությունների հավելյալ մարդկանց տարբեր հասցեներում գրանցելու արատավոր պրակտիկայի հերթական ապացույցն է ու այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի բնակության հասցեում են, նախագահի տան վրա են հավելյալ մարդ գրանցում։ Ով է Քոչարյանի հասցեում գրանցված այդ առեղծվածային քնարիկը։ Նու հələ ինչ որտեղ հասկանալի կլներ, եթե ասենք Dua Lipa-ն էր գրանցված այդ հասցեում։ Եվ ոչ միայն գրանցված։ Բայց չշեղվենք, էլի, որտեղ ընդդիմադիրները շատ ավելի կարևոր մեղադրանքներ ընչեցրեցին։ Сегодня утром тоже эти аресты продолжаются, давление продолжается, но Հենց այս պահին էլ մեր աջակիցներին ձերբակալում են, երեք էլ մոտ 100 մարդու են ձերբակալել, բայց վախենալու որևէ բան չկա։ Չնայած ձերբակալությունները, ճնշումները շարունակվում են, բայց դա հայ ժողովրդի դիրքորոշման վրա չի ազդելու։ Այսօր հայ ժողովուրդը կկատարի ճիշտ որոշում եւ Հայաստանում վերջապես կլինի լեգիտիմ իշխանություն։ армянский народ делает правильный выбор. Տպավորությունը այնպեսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտարակություն էր։ Ես այսպիսի բան չեմ հիշում։ Դե իհարկե կարեք վերջին 5 տարում ձեր ահագին շատ մանդատ ունեցող падգամավորներով փորձեք օրինակ այդ գաղտնալսումների մասին այդ օրենքը ինչ որ ձև փոփոխել, բայց երևի կասեք, որ շատ քիչ ձայն ունեք։ Իսկ հիմա, երբ արդեն ել ավելի քիչ մանդատներ եք ստացել, լրիվ իմաստ ունի գնալ ազգային ժողով ու մի հատ է փորձել։ Չգիտեմ հասկացաք թե չէ, բայց Նարեկը իրեն բնորոշ նուրբ սարկաստիկ ոճով ուզում ասի, որ եթե նախորդ անգամ ձեր մանդատներով ազգային ժողովում ոչ մի բան չկարողացաք փոխել, հիմա երբ ավելի քիչ հավանական է դա։ Դե մեջի սարկաստիկ էր թարգմանել, բայց հա, մոտարպես հենց այդ է ասում։ Լավ, անդրադառնանք դիտորդներին, ներկային ԵՀԿ ժմիկ դիտորդները, որոնք կային եւ որոշակի գնահատական տվեցին process-ին, նախնական դեռ։ Ես կստացի ունեմ ժմիգի նախնական ռեպորտը։ Իդեալական են անցել ընտրությունները։ Մանրամասն թող իրանք ասեն։ Խորհրդարանական ընտրություններին հետևած ԵՀԿ ժմիգի դիտորդները ռիսկային են գնահատում ընտրությունների ձայների ընդամենը 10%-ի հաշվարկի հիման վրա հաղթանակի մասին Փաշինյանի հայտարարությունը։ Հետընտրական ասուլիսում Երևանում հայտարարում են եվրոպացի դիտորդները։
It was premature and risky. Դա ժամանակավրեպ ու ռիսկային էր, որովհետև մնացած 90% ձայների արդյունքում իհարկե շատ մեծ էր ռիսկը, որ արդյունքը կարող էր էականորեն փոխվել։ Դե բայց ռիսկային կարա նաև կոմպլիմենտ լինի, որ ռիսկիա գնում, որ շամպայն խմի։ Չէ, մեկը լավ բառ չէ, պետքա փապկացնել գնահատականը։ Գովելի չէ նման վարկագիծը, շեշտում են եվրադիտորդները, բայց նաև ընդգծում, թե ԱՄՆ-ում ու եվրոպական շատ երկրներում հաճախ են այդպես անում քաղաքական ուժերը։ Okay, մի քիչ ավելի կոնկրետ էլի, օրինակ վարչական ռեսուրսը չարշարու մասին լիքը ասեկոսներ կան։ Հա, մի հատ էսել գնահատեք ու գառնի գեղարդ։ Իշխանությունն օգտագործել է պետական ռեսուրսը, բայց ըստ եվրադիտորդների վարչական ռեսուրսի համակարգային չարաշահման դեպքեր չեն եղել։ Along with pressure on public sector employees. Պետական ապարատի ներկայացուցիչների վրա ճնշումները իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար, ինչպես նաև այն սոցիալական եւ տնտեսական միջոցառումները մեծ մտահոգություն են բարձրացնում նախընտրական քարոզարշավի հնարավոր ընտրությունների ազատության հետ կապված։ Ինչ տեսակի մտահոգություն, ալա, նո, էլ սենց բան չանեք, էսի լավ չի, թե մտահոգություն, որ վсё, նոր ընտրություններ ա պետք։ Բուն մտահոգությունը չի հստակեցվում, բայց այս անգամ մտահոգության գծով պատասխանատունի ԱՊՀ դիտորդներն էին։ Իրանք կան։ Նրանք դեռ կան եւ կլինեն։ Ձերբակալություն, կալանավորում, վիրավորանք, ԱՊՀ պետություններում 1994 թվականից նման դեպքեր չեմ հիշում, որ եղած լինել ընտրությունների ընթացքում։ Կարող է նրանից որ ձեր մոտ, օրինակ Նավալնին вообще ոչ էլ գրանցել եք։ Քելեք դուք մի խոսացեք, էլի տենց ընտրություններից առաջ ինչ-որ տես բանից նույն բանն ոնց որ Մորգենշտերնը տատուիրովկաներով մարդկանցից բողոքի։ Բելարուսում Տիխանովսկուն անմիջապես ընտրությունից առաջ չնստացրեցին, հետո նաև Տիխանովսկայային կնոջը։ Ապերը ոչ իմ ծանոթ չի այդքան ԱՊՀ երկրներին, հենց որ դուք էլ Շմիգենց հետ Գառնի Գեղարդ, իսկ այդ տասկում ամենադրամատիկ զարգացումները ընթանում են ԲՀԿ-ի շուրջ, որտեղ ԲՀԿ-ի անցնել չանցնելուն բառացիորեն մազ ա մնում։ Գրված է, Բարգավաճ Հայաստանը ստացել է 77 ձայն, բայց վերջնական փաստաթղթում նշված է 1 ձայն։ Հասկանում եք խայտառակության ուղղակի իրավիճակը։ Նախնական տվյալներով խորհրդարանից 0.004%-ով դուրս մնացած ԲՀԿ-ն ահազանգում է տասնյակ անճշտությունների մասին։ Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի պնդմամբ միայն 4 ընտրատեղամասերի արձանագրության եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արկա տվյալների համեմատությամբ հայտնաբերել են 120 պակաս ձայն։ Այսինքն, եթե ԲՀԿ-ն հիմա դիմում է վերահաշվարկի ու շատ քիչ քանակությամբ ձայնել կարողանում է վերականգնի, անցնում է խորհրդարան։ Ինչը մի քիչ անհարմար դրության մեջ կդնի վիշապաքաղ Ալենին, որ արդեն հայտարարել էր, որ հրեշի գլուխներից մեկը կտրել են։ Երագլուխ հրեշի մի գլուխը կտրվեց, այն երկու գլուխն էլ ընդամենը ժամանակի հարց է, շատ կարճ ժամանակի հարց։ Այս սպառնը մա կասեր Էդմոն Մարուկյանը, եթե անցած լիներ, բայց ինքը չի անցել։ Ամեն դեպքում ԲՀԿ-ն լարվում է ու փորձում է գլուխը հետ աճեցնել, որովհետև իսկականից էլի շատ քիչ մի 60 ձայնի տարբերություն է որ անցնի։ Այսինքն մի քանի ընտանիք, եթե Spider-Man-ի փոխարեն Գագոջյանց ընտրեին, արի հորինված պերսոնաժներ մի մեջ բերել իստեղ։ Գուրգեն Սիմոնյանի փոխարեն մի քանի հոգի։ Ասում եմ հորինված պերսոնաժներ պետք չի մեջ բերել։ Արձանագրության համաձայն ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿՀ կայքում նշված է 1 ձայն։ 27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿՀ կայքում 3 ձայն։ 38/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿՀ կայքում 4 ձայն։ ԲՀԿ պատգամավորի տեխնացու Էլինար Վարդանյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց խորհրդարան անցնելու համար իրենց այս պահի դրությամբ պակասում է մոտ 60 ձայն։ Լավ, եկեք նա փորձենք հասկանալ, էլի ինչ կփոխվի մեր կյանքում, եթե ԲՀԿ-ն անցնի ու մի քանի պատգամավոր ամենամինիմալ քանակի մանդատներով ԲՀԿ-ն հայտնվի խորհրդարանում։ Դե մի 5 հոգի կլինի պատգամավոր։ Ես ասում եմ մեր կյանքում, իրանց կյանքում, հա, իրանք կլինեն, մեր կյանքում ինչ կփոխվի դրանից։ Ապա դա խնդիրներ է հարուցելու իշխող ԿՊ-ի համար, քանի որ նա չի ունենալու 3/5, ինչն անհրաժեշտ է որոշ կարևոր օրենքներ ընդունելու եւ ազգային ժողովի քվեարկությամբ կարևորագույն պաշտոնյաների, այդ թվում գլխավոր դատախազի, ՍԴ դատավորների, Վճռաբեկ դատարանի դատավորի, ԿՀ նախագահի ընտրության համար։ Այսինքն ԿՊ-ի ապագան լրիվ sense ոտից գլուխ շուռ կգա, էլի։ Սպասի Նարեկ Կարապետյանն է լայվ մտել։ Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է թե չէ։ Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն ազգային ժողովը արդեն հնարավորություն կունենա գլխավոր դատախազ եւ այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունը իր խոսքը ասի, որից հետո
պարզ կլինի։ Ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել դեմ կանգնելու ապօրինություններին։ Բայց դուք դա չեք խոստանում, դուք ասում եք սրբել տանելու եք ԿՊ-ին։ Հիմա ոնց հաղթանակի նշաձողը փոխվեց ու դարավ ԲԿ-ն 5 հատ մանդատ կստանա, թե չի ստանա։ Որովհետև այն մյուս կողմը не то что խստացրել է նշաձողը, այլ պատրաստում է քոքից պոկի ու տա գլխներ նշաձողով։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Ղարաբեկյանը նստելու է։ Իսկ вообще արժի մանդատ վերցնել թե չէ, էլի, հələ ամեն ինչից կտրվենք։ Okay, երկու տարբերակներ, ասում են, եթե վերցնում են, լեգիտիմացնում են Նիկոլենց ու շարունակում են հենց ոնց որ կայ, չեն վերցնում, ապա մեկը ՀԿ-ն ուրիշ ընդդիմություն կբերի ու էլի ոչ մի չի փոխվի։ Ուզում եմ ասել վերցնելու, բայց այդ կլինի մի քիչ ավելի ապօրինի։ Բայց վերցնելու վերսիան մենք 21 թվին փորձեցինք, այդ տարբերակով գնացինք, հրար ֆանտաստիկ արդյունքներ տվեց։ Հիմա էսի նախ ավելի, Եկեք այս զրույցը շարունակենք Patreon-ում, OnlyFans-ի մեջ։ Մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ իմասում կիմանանք թե ով է հաղթել ընտրություններում եւ ինչ եղան Ռուսաստան ժամանած մեր սիրելի հայրենակիցները։ Սիրում եք գինի, սիրում եք տուրիզմ, իսկ փորձել եք դրանք համատեղել։ Վերիալգոն լայն բացում է իր դռները գտնելու իրական հայկական ավանդույթները եւ ընտրելու ձեր սրտի գինին։ Համեցեք, բերեք ընկերներ, տուրիստներ, տուրիստների ընկերներ, ընկերների տուրիստներ, գինի եւ արկածներ, հիշողություններ եւ տպավորություններ, որովհետեւ Վերիալգոյում լավագույն ավանդույթները շարունակվում են։ Եվ այսպես ընտրությունները անցան, իսկ դա ինչ է նշանակում։ Դա ոչ մի բան չի նշանակում, որտեվ ամեն ընտրության ավարտ մի նոր սրաչի սկիզբ է։ Նախ ընտրությունների ամենաշոկային արդյունքը։ Շնորհապետականը չանցավ, մինչդեռ սպասելիքները։ Շատ մեծ են իրականում շանսերը 50%-ից ավելին։ Ես իմ գնահատմամբ 70%, եթե ոչ այլ ավելին։ Բոլորիս մոտ էին այդ սպասելիքները, բայց թե փոխարենը եղավ այն, ինչ կանխատեսել էր, պրինցիպի IRA-ի հարցումը։ Սիմոնյանը ստացավ իր 2%-ը, ինչը պրինցիպի իր համար շատ էլ լավ արդյունք էր։ Արա հա, Հայկ Մարությանից շատ, Հանրապետությունից շատ, Լուսավոր Հայաստանից նույնիսկ շատ։ Հանրապետությունը, արա ջոգիկի ինչ եղավ։ Պետրոսի եթերում ասես, դե ես չեմ դիմելու, որ չեղարկեն, բայց ինչ որ մեկը եթե դիմեր, ու Արամ Սարգսյանը գնում է եւ իրոք դիմում է, որովհետեւ դե ոնց որ բառացիորեն ասել էին, էլի ոնց որ դիմեք, ու վերջում քննարկեց, ասես հա, չէ, ոչ մի սախ տոշնի էր, ուժեղ Հայաստանը մնում է։ Որտեվ հանրապետությունը չի վախենում խայտարակվել մինչև վերջ։ Իսկ այն ընթացքում Լուսավոր Հայաստանը ընթացքում Էդմոնես շատ դժգոհ ընտրություններից։ Ինչ արել եք սխալ եք արել։ Ինչ արել եք սխալ եք արել։ Առաջի վարքյանից ինչ արել եք սխալ եք արել։ Ու դե հիմնական խնդրեմ ընդդիմության չմիավորվելն էր Լուսավոր Հայաստանի հետ։ Դե ամեն դեպքում այդ բանը ընդունում է, որ ինչ որ աջակցություն ԿՊ-ն շատիկի ունի։ Ինչքան ոնց կեղծիքներ բան բնականաբար եղել է։ Բայց հաշվի նստում եք այդ 690,000 մարդու հետ, թե չեք նստում։ Մենք հաշվի ենք նստում, մենք գիտենք տեսել ենք այդ մարդկանց։ Մենք այդ մարդկանց տեսել ենք գյուղ, քաղաք, տնետուն, մեր հարևանության մեջ բոլոր տեղերում այդ մարդկանց մենք տեսել ենք։ Մենք չկա բան անենք, ջայլամի պես գլուխներս մտցնենք հողի մեջ, ասենք չկա։ Չունի Նիկոլ Փաշինյանը աջակիցներ։ Պատկերացնում եմ ինչ մղձավանջ էր Էդմոնենց համար այս վերջին մի ամիսը, ուր գնում են արա ամենտեղ Նիկոլի ընտրողներ, ինչ անենք։ Բա հիմա ինչա լինելու, մի լավ բան ասեք, որովհետև տաքսիստներն էլ ինձ են հարցնում, ես չգիտեմ։ Հա։ Ինչա լինելու, մի ասեմ ինչա լինելու։ Բոլորին բռնելու են, բոլորին։ Բայց մեծ մասին ոնց որ արդեն բռնել են։ Միամիտ։ Ում խափանման միջոցը տնային կալանք հա գնալու է բանդ։ Ումը դեռ տնային կալանք չի, տնային կալանք կլինի։ Ումը վարչական վերահսկողությունը ուղակի բանա գալիս, մինչև 10-10-ին տունա գնում, նրանը տնային կալանք կդառնա։ Մեծ մասը կգնա բանդ, մեծ մասը։ Էս ալնելու։ Եվ քանի որ սկսելու է այս արշավը անցած ընդդիմադիր ուժերի դեմ։ Ընդդիմադիր անցած ուժերը սկսելու են պաշտպանվել, չէ՞։ Պաշտպանվելու են, այդ կռվի մեջ Հայաստանի խնդիրներով չեն զբաղվելու, ոչ մեկ Հայաստանի խնդիրներով չի զբաղվելու։ Դե բայց ինչ անենք, մեզ հիմա շտաբ պետք է ինչ-որ մի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը կզբաղվի Հայաստանի խնդիրներով։ Հատուկ հանձնարարություններով եւ երրորդ ուղի գտնող ինչ որ մարդ է պետք։ Էդմոնը
թող գտնի մի հատ հարմար տեխնատություն եւ ռեզումեն ուղարկի, իսկ այդ ընթացքում Փաշինյանը, չմոռանանք, որ նայել է մասնակցել ընտրություններում, ներկայացրեց ինչ վիճակում է Հայաստանը։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրան ուղեկցող քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի։ Լրիվ Էդմոնի գծած սցենարով է գնում։ Իսկ ովքեր են ձայն տվել ԿՊ-ին։ Կարող ենք այդ մարդկանց դեմքը տեսնել։ Ձեր թիվը հիշում եք, չէ՞, պարոն Կարապետյան։ Ձեր թիվը հիշում եք, չէ՞։ 16-ն է։ Արդեն։ Ես որոշել եմ 16-ի օգտին։ Հա։ Մի հատ ձայն ունենան, ունի։ Այ տենց Կարապետյանի նման 700 քանի հազար մարդ շուլուխաբար մի ձայն տվեց Փաշինյանին, որ գոնե մի ձայն ունենա, արդյունքում Ինչևէ, Ռուսաստանից ժամանող քվեատուրիստներին շարունակում էին դիմավորել լրագրողները։ Ընտրությունների։ Մենակ եք եկել։ Չէ, ընտանիքով, բոլորով։ Եկել ենք ընտրենք 2007-ին հետ ենք վերադառնում։ Ին օրը։ Անպայման։ Որ կարող է խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք չմնանք, էլի բարդություններին։ ու դստեղ միանգամից ուզում ես 7 հարկանի հույզ արտահայտել առայն, որ արա խի է գալիս մեզ գցում քաքը, հետո 5 տարի թողնում մեզ մեջը ու գնում ձեր տակ երկրներ, բայց հետո լուր տարածվեց, որ քաղաքացին շուլուխ չի է եւ իրոնիայով է այդ ամենը ասել։ Շուխը ինչու՞մ էր, որ չէր թռնելու այդ օրը, հա, դա։ Չէ, ամեն դեպքում հենց այդ օրը պատրաստվում էր թռներ, այդտեղից է բռնեցին։ Այսինքն շուխը մի րոպե ինչու՞մ էր, այսինքն որ քվեարկում էր, պետք է քվեարկեր ու դե գնում էր այդ օրը, բայց չէր մասնակցել այդ խառը իրավիճակների։ Այ հենց այդ նեղ նիշային շուլուխչիներից էր։ Իսկ կլինի, որ գալիս եք ստեղ կատակով ինչ որ բան ընտրելու, մի 10 տարի կատակով լրվեք, վայելեք ձեր ընտրությունը։ Բայց դե ձերբակալությունն էր էլի տարօրինակ, ոնց որ մեր ձևովի տակ ինչ ուզեցին հասկացած, ասել ես մարդու որ խառնվելու է վիճակի տակ, ինչ ուզեցին հասկացած։ Արա դե շուլուխով են ձերբակալել, չես հասկանում, շուլուխչիների կամեր են գցել։ Իսկ այդ ընթացքում գիշերվա 2-ին Փաշինյանը մտավ լայվ եւ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ Փաշինյանին, բայց Մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ մի հատ այդ դեմքերը եկեք տնանք, էլի որոնցից ամեն ինչ երևում է։ Պարտված դեմքի արտահայտություն в ստուդիո։ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը Բայց Ավանեսյանը ոնց որ լավ էլ թաքցնում է տխրությունը։ Զատո Ալենը ինչ լավ է ձևացնում, որ մի 3 օր չի քնել ու սենց հոգնած է, բայց հաղթած։ Լավ, դատելով դեմքերից եւ այսպես ԿՊ-ն պարտված էր եւ ինչ արեց։ Անսան հատուկ գործողությունների Կոնկրետ ինչ գործողությունների։ Սերժեցին ընտրությունը։ Հին ու բարի Քոչարյանեցին ընտրությունը։ Կամ նոստալգիկաբար լևոնվեց ամեն ինչ։ եւ մենք նույնիսկ պատկերացում չունենք ինչ գործողությունների։ Մենք կսպասենք նորություններ, որտեղ մեզ շատ կարևոր է ինչ գործողությունների են դիմել։ Դրա համար այս երկրում ստեղծվել է եւ վաղուց դարեր շարունակ գոյություն ունի կառույց, ինստիտուցիոնալ դիտորդական կառույց, որը կոչվում է Դանիել Իվանիսյան։ Չգիտեմ ինչի ես կռահում եմ ինչ ասելու Դանիելը, բայց եկեք բոլորս միասին փորձենք ապշել օբյեկտիվության վրա։ Կլինի Դանիելից չսկսենք, չկա ուրիշ դիտորդներ, մի հատ ալիքները փոխեք, ուրիշ մարդ չկա։ Так, այս շանսն է, փոխում ենք հմեք։ Okay, սա առաջին ալիքն է, գուցե երկրորդը գնանք։ Գնանք երկրորդ ալիք։ Հոպ, նույն մարդն է։ Հիմա այս երեքից որ մեկին առաջին լսենք։ Թող այն բրյունետը խոսա։ Ձայներ գողացել են ջան։ Ես պետք է հասկանալ, որ որևիցե քվեի գողացման մասին խոսք չկա։ Այս հստակ է։ Եվ ես արդեն վաղուց է Հայաստանում։ Բայց ինչ որ բաներ կան։ Հա, մենք ամեն դեպքում ջահել ժողովրդավարություն ենք ու ինչ որ բան դե հաստատ նկատած կլինի մի ամբողջ Յոհաննիսյան, գոնե մի թերացում։ Երկու տեղամաս կա, որի արդյունքները սենց ինչ որ հարցական տակ են, տեղամասերից մեկը
մեկում բացակայել են ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկներ ամբողջ օրվա ընթացքում, տեղամասերից մյուսում եղել է քվեարկությունը շարունակվել է մինչև երեկոյան ժամը 10-11 բավականին երկար եւ սրանք են եղել հիմնական խնդիրները։ Բա ոնց եղավ, որ ԲՀԿ-ն նախ անցավ, Գագոջյան արդեն բացեց 150 տարվա այն թանկ կոնյակը, հագավ ազգային ժողովի կոստյումը ու մեկ էլ պարզվեց չեն անցել։ Դրա մասին արդեն խոսեցինք, բայց ինչ վերաբերում է Սասնա ծռերին, իրաց կոնկրետ գցել էին ինչ որ մի տեղամասում եւ արդյունքում իրանք հավաքեցին շուրջ 5000 ձայն։ Ամեն դեպքում Յոհաննիսյանին լսեցին մի քանի մայրցամաք, արդյունքում դրան շնորհավորեց Եվրոպան, Ամերիկան, Իրանը, Զելենսկին, որը вообще պետք չէր լարված պահին, բայց ոմանք չեն շտապում միանալ Եվրոպային եւ Զելենսկուն։ Ռուսաստանում մինչդեռ առայժմ լուր են։ Մենք սպասում ենք քվեարկության վերջնական արդյունքներին, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Я пока воздержусь от каких-либо официальных комментариев. Դմիտրի Պեսկովը միաժամանակ վստահեցրել է, թե Մոսկվան ուշադիր հետևում է ընտրություններին, այդ թվում խախտումների վերաբերյալ տեղեկություններին։ Ռուսաստանը սպասում է համոզվի, որ Կուրսկա հայերի քվեները հանկարծ չփոշիանան, հետո նոր իրակարծիք կասի։ Բայց եթե ուզում եմ այսպես պոկի ԵՄ-ից, կարա ավելի կոշտ լիներ։ Դե որ ավելի կոշտ բանասեր կզռար, որ ուժերին է աջակցում։ Ու դե ինչ որ պայ զռած։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը ավելի հեռուն է գնացել։ Հայաստանում խորհրդանական ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա աննախադեպ ճնշման եւ արևմուտքի, հիմնականում Եվրամիության միջամտության պայմաններում, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով. հետապնդումները կենտրոնացել են բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք պաշտպանում են Հայաստանի շարունակական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիային։ Այ որ սենց երանդուն օգնեիք Քոչարյանին 21 թվին այս ամեն ինչը կարողա պետք չգար։ Հիշեցնեմ, որ հիմա Ռուսաստանը շատ խառն է, արդեն 5-րդ տարին է, ինչ 3 օրում նվաճում է Ուկրաինան։ Լավ, ներսում, էլովա դժգո։ Սա ուղղակի աննախադեպ միջամտություն է, աննախադեպ պետական ռեսուրսների աննախադեպ մսխում։ Կարելի է շատ ավելի քիչ ռեսուրսներով հաղթել դրա համար, ընդհանրապես պետք է լինել Սերժի նման խարիզմատիկ եւ բոլորի կողմից սիրված տեխնացու։ Չէ, բայց ռեսուրսները ամեն կողմից են շատ ծախսում։ Օրինակ Սերժի թվին ինչ արժեր ձայնը 5-10 000։ Արա հա գները թռել են այնքան, որ նույնիսկ ստիպված են ավելի մատչելի հայրենակիցներ գտնել Կուրսկից եւ Գեղեցկուհի Ուլյանովսկից։ Իդեպ իդեալական պահը ինչ որ մեղքեր խոստովանել։ Նիկոլից առաջ вообще ընտրությունների հետ կապված ինչ որ կեղծիքներ եղել են։ Նախ կասեմ, որ ՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված էր։ Երբեք մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել։ Ճիշտ բանը ասում Քոչարյանի ամենամեծ խալը, կներեք չդիմացա։ ՀԿ-ն երբեք սենց չի միջամտել ընտրություններին։ Եթե չեք հավատում, ընդամենը հարցրեք, ասենք, չէ՞ մի հատ Զախարովային Մարիա։ Մի հատ կենտրոնանանք։ Մի հատ հարցրեք, ասեք, լավ չեն ընտրությունները ասում են ժամանակ։ Ավելի կարևոր կարծիքներ ունենք։ Ժամանակը եկավ պարզելու, թե ինչ է մտածում ընտրությունների մասին Մգեր Արմենյան։ Չեք սպասում, չէ՞։ Շատ ուրախ ենք, շնորհավորում ենք բոլորին, ովքեր որ սատարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ ընդհանրապես խաղաղության օրակարգին։ Ուրախ ենք, որ այո առաջատար ենք, գնում ենք դեպի հաղթանակ։ Պարդոն, ով է գնում դեպի հաղթանակ։ Մգեր Արմենյան, ելով քո կարծիքով ում համար է ԿՊ-ն էս ամեն ինչ անում։ Նարեկ ջան, մենք կճշտես ինքը ԿՊ-ից, հա։ Ներողություն, դուք ԿՊ անդամ եք։ Ոչ, պարզապես սատարում եմ։ Պարզապես մենք հիշում ենք, որ դուք քայլերտ էիք, չէ՞, եթե չար ժամանակ, երբ որ ես ծավալում եմ ընդդիմադիր գործունեություն։ Мгер, это правда, что в молодости вы были членом оппозиции? Молодость, членом сюда, членом туда. Почему ավելի շատ сюда? Հիմա միայն сюда. Вообще հերիքան հարմար հարցեք տակ Մգերին։ Ներողություն, եթե սխալ եմ հիշում, դուք նաև Նիկոլ Փաշինյանի սատանայի հետ էիք համեմատում, նույնիսկ Պորտկումներ էին էմոցիոնալ պորտկումներ էին այդ ժամանակ։ Դա պորտկում էր։ Կարող եմ մի հատ էլ հիշացնեք կյանքի խոսքը։ Կյանքի խոսքից էլ ա եղել։ Դե միջև էլ ռեալի ֆանատ ա եղել, նախքան Բարսայի բալենշիկ դառնալը, բայց հանգիստ թողեք ազգի ձայնին։ Ազգի ձայնն է ինքը։ Ազգի ձայնն է ինքը, ու ոչ միայն երկելու իմաստով։ Ներկայանում է որպես ազգի ձայն կուսակցության նախագահ։ Մենք նույնպես կուսակցության անդամներով սատարում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ազգի ձայնը ԿՊ-ի հետ է։ Մի խոսում Մգեր Արմենյան գալը անverջ իհարկե բացահայտել, բայց ինչի համար։ Ու մյուս կողմից խնայենք ձեր նյարդերը։ Մնացեք մեզ հետ։
Լավ լուր մեր արևային գործընկեր Solar Holding-ից։ Գազը օրորի թանկանում է ու ինչ որ բայ շատ հնարավոր է որ ընդհանրապես չլինի գազ։ Ну, լավ լուրը սա չէր։ Լավ լուրը սա է։ Solar Holding-ը առաջարկում է ջեռուցումը կազմակերպել հոսանքով, արևային կայանի միջոցով։ Գազից անկախ եւ արևին մոտ, ինչը ես ոչ թե խոսքով, այլ գործով հիմա անում եմ։ Այսքանն էր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Իրենց ձայնը տան այն կուսակցությանը, որ իրենք գտնում են ճիշտ է մեր պետության ապագայի համար, մեր երկրի անվտանգության համար, մեր երկրի տնտեսական կապերը զարգացնելու համար, ներքին տնտեսությունը զարգացնելու համար։ Դե վերջ, այսքանը, իսկ ինչու՞ չասիր, որ Թուրքեր գրանցված ինչ որ մեկի հասցեում։ Okay, այ լավ հիշացրիր այդ թեման եկեք մի հատ մանրամասն sense ռազբոր անենք Patreon-ում, OnlyFans-ում, ովքեր միացել են կամ հիմա կմիանան, այս ու այլ սխալների մասին, ընդհանրապես ընտրությունների մասին, խոսքով ամեն ինչը կքննարկենք։ Ինչպես նաև Չինաստանի արձագանքը։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա